Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփեց մարզական տարին և պարգևատրեց լավագույններին։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արտուր Ալեքսանյանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիկ։ 2014-ի կարևորագույն հաջողությունն Ալեքսանյանը գրանցեց Տաշքենդում կայացած աշխարհի առաջնության ժամանակ։ 98 կիլոգրամ քաշային հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց գերմանացի Օլիվեր Հասլերին 8-0 հաշվով։ Անցած տարի Ալեքսանյանը ստիպված էր եղել բավարարվել աշխարհի առաջնության փոխչեմպիոնի տիտղոսով, իսկ այս տարվա հաջողությունը ըմբիշը խոստացավ կրկնել նաև հաջորդ տարում։ Իմ համար ասեմ, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի լավագույն մարզիկը, իսկ ինչ փոխվեց, ինձ ավելի պարտավորեցնող դարձել է հաջորդ տարվա մրցաշարերի համար։ Փորձեմ նաև կրկնել այս տարվա հաջողությունս հաջորդ տարի։ Տարվա լավագույն երկրորդն Արսեն Ջուլֆալակյանն է։ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում 75 կիլոգրամ քաշային հայ ըմբիշը Հայաստանի համար նվաճեց վերջին 13 տարիների առաջին ոսկե մեդալը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում։ Եզրափակչում խորված Նևեն Ժուգայի հետ պայքարում 4-0 հաշվով Ջուլֆալակյանը հաղթեց։ Իր կարիերայում Արսեն Ջուլֆալակյանն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ 2014-ի լավագույն եռյակը եզրափակեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը։ Թել Ավիվում գերծանր քաշային կարգի հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցեց 190 կիլոգրամ արդյունք, հրումում բարձրացրեց 246 կիլոգրամ և երկամարտում 436 կիլոգրամ արդյունքով գրավեց երկրորդ տեղը, իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի փոխչեմպիոն։ Չորրորդ հորիզոնականում ազատ ոճային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանն է, ով ֆիննական Վանտա քաղաքում նվաճեց Եվրոպայի արծաթե մեդալ։ Գրիգորյանը երկրորդ անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Հայ ըմբիշը 70 կիլոգրամ քաշային կարգի եզրափակչում զիջեց Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Դիբրիհաջիևին։ 5-րդ լավագույնը ծանրամարտիկ Վանիկ Ավետիսյանն է։ Ալմաթիում կայացած աշխարհի առաջնությունում Ավետիսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը։ Հայ ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 141 կիլոգրամ, իսկ հրումում 179 կիլոգրամ։ Երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով Ավետիսյանին չհաջողվեց լավագույն եռյակում հայտնվել։ 6-րդ հորիզոնականը լավագույն տասնյակում զբաղեցրել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Դավթյանը։ 60 կիլոգրամ քաշային մարզիկը Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին։ 7-րդ լավագույնը մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն է։ Բուխարեստում 52 կիլոգրամ քաշային կարգում հայ մարզիկը հաղթելով Թուրքմենստանի ներկայացուցիչ Բաբումուրադ Պերշինովին հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն և արժանացավ ոսկե մեդալի։ 8-րդը Ղարաբաղցի Մավրիկ Նասիբյանն է։ Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած աշխարհի առաջնությունում 74 կիլոգրամ քաշային կարգի մարտական սամբոյի ներկայացուցիչը հաղթելով բոլոր գոտեմարտերում եզրափակչում պարտության մատնեց նաև բուլղարացի Բլագովեստովին և դարձավ աշխարհի չեմպիոն։ 9-րդ տեղում մարմնամարզիկ Արթուր Դավթյանն է։ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը հենացածք վարժությունում հետ թողեց Ճապոնիայի երկու ներկայացուցիչներին և դարձավ չեմպիոն։ 2014-ի լավագույն տասնյակը եզրափակում է ազատ ոճային ըմբիշ Գարիկ Բարսեղյանը։ Ֆինլանդիայի Վատա քաղաքում ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կիլոգրամ քաշային կարգում Բարսեղյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Երրորդ տեղի համար պայքարում հայ ըմբիշը 3-1 հաշվով առավելության հասավ ռումինացի Անդրեյ Դյուկովի նկատմամբ։ Իսկ տարվա լավագույն թիմը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն է, գլխավոր մարզիչ օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ։ Լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում արդեն 5-րդ անգամ հաղթող ճանաչվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա ստացավ 4 միլիոն դրամ պարգևավճար։ Մխիթարյանը Բորուսիայի կազմում վերջին մրցաշրջանում գոլի հեղինակ չի դարձել։ Բունդեսլիգայում հայ ֆուտբոլիստը և իր թիմն ընթանում են 17-րդ նախավերջին հորիզոնականով, ակտիվի 15 միավորով։ Միջազգային մի քանի լրատվամիջոցներ ակնարկում են Մխիթարյանի հնարավոր տրանսֆերի մասին։ Հիմնականում շոշափվում է անգլիական Լիվերփուլի անունը։
Մխիթարյանը գործող պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ մինչև 2017 թվականը։ Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Երևանի Փյունիկը գլխավորող Սարգիս Հովսեփյանը, ով այս տարի նշանակվեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ։ Իսկ ահա տարին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտվեց FIFA-ի վարկանշային աղյուսակի 79-րդ հորիզոնականում։ Եվրո 2016-ի հանդիպումներում 2014 թվականին Հայաստանի ընտրանին վաստակեց միայն 1 միավոր։ Հայկական սպորտի պաշտոնական ներկայացուցիչներն ամփոփեցին մարզական տարին։ Իհարկե այս տարի բոլորն էլ շատ լավ տեսան, որ գացավ աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցում են ամենահզոր, զորել պետությունները՝ Ամերիկա, Ռուսաստան, Չինաստան, Արցախստան, Թուրքիա, Ֆրանսիա, որտեղ կան 8 ոսկի մեդալ, 8 քաշայի։ Եվ իհարկե բոլոր հայազգամարտը հպարտություն է, որ 8 մեդալից 2 ոսկի Հայաստանը վերցրել, այդքան քանակով փոքր լինելու համար։ Շատ բարձր է գնահատել նաև մեր սպորտ աշխարհի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանը եւ աղասիկ ես հանձնեմ այդ պարգևները։ Շնորհակալություն։ Մարզական տարին նշանավորվեց նաև ինտրիգներով եւ դժվար որոշումներով։ Վերջին ամիսներին աղմուկ բարձրացավ Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին հայկական պատվիրակության մասնակցել-չմասնակցելու հարցով։ Գրոսմայստեր Լևոն Արունյանն էլ հանդես եկավ հայտարարությամբ Բաքվում կայանալիք մեկ այլ մրցաշարի FIDE World Cup-ին իր հնարավոր մասնակցության մասին։ Դա շատ բարդ եւ ցավոտ հարց է եւ դեռ ոնց որ մտածություն կա, բայց դեռ շատ մտածելու հարց է, պետք է խոսանք, մտածենք ոնց անենք։ Կարող է դա մի ձևի քրիստոնեական մի բան է, բայց ոնց որ դանակի դեմ փորձենք չխաղաղությունով առաջ գնալ։ Մեկ այլ բան է անվտանգության ապահովումը, մեկ այլ բան է նպաստավոր պայմաններ ստեղծելը, որ մարզիկները կարողանան լավագույնս մասնակցեն, հա, ես անձամբ եղել եմ այնտեղ 2007 թվականին եւ եղել եմ, այսինքն խոսում եմ հիմա ոչ թե լսելով, այլ ներկա լինելով եւ որպես սեփական, այսպես կաշվի վրա, հա, զգացած մարդ, այն ժամանակ էլ Փառք Աստծո ոչ մի խնդիր չեղավ։ Գնացինք առողջ հետ եկանք, բայց թե ինչ կատարեցին մեր մարզիկների հետ մրցավարները եւ կազմակերպիչները, դա ուղղակի տեսնել էր պետք, երբ դու վառ ուղղակի հաղթում ես, մաքուր հաղթում ես, բայց չեն ուզում տան այդ հաղթանակը։ Նախնական տվյալներով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կհայտնի իր որոշման մասին փետրվարին, իսկ մինչ այդ տարվա լավագույն ըմբիշ Արտուր Ալեքսանյանը մաղթանքներ ունի հայերին։ Մեր հայ ժողովրդին շնորհավորում եմ Մահմանոր եւ Սուրբ Ծնունդը, ցանկանում եմ առողջություն եւ բոլոր նպատակների իրականացում։